Ժամանակ։ Առաջ ես չէի մտածում այդ մասին, բայց այն եկավ։ Կյանքում ամեն ինչ ընդունել եմ պատրաստակամորեն։ Չեմ նախապատրաստվել միայն այս ցավերն ընդունելու։ Նախկինում էլ գիտեի ցավն ինչ է, բայց դա ուրիշ, առողջ, երիտասարդ ցավ էր։ Իսկ այժմ երևի հասել է ժամս վերին մարդկանց մոտ գնալու։ Ցավերը մարդկանց պես տարբեր են լինում։ Օվկիանոսի պես փոփոխական, առավոտյան ու երեկոյան, ձմռանն ու ամռանը։ Իսկ օվկիանոսը միշտ կողքիս է եղել, այնինչ ես նրա մասին չեմ մտածել երբեք։ Իրավացի է օվկիանոսը, ինչպես ժամանակը։ Ձմռանը ափը սառցակոչտրով է ծածկվում, ամռանը ալեբախություն, և դա արդարամիտ է։ Թերևս հնարավոր չի առանց ցավի ապրել, քանի որ ցավն էլ է պարգև։ Ցավն է մեզ հիշեցնում նախկին առողջության մասին։ Ահա և ցավը համառորեն պնդում է, որ ժամս հասել է, պետք է հետևեմ իմ նախնիների սովորությանը։ Կինը պիտի իր տանը մահանա, իսկ տղամարդը տունդրայում։ Տատիկ, արդեն ուշ է թորնիկս, քնիր։ ինչու պապիկը չի գալիս։ Նա երևի տունդրա է գնացել։ Բայց նրա ոտքերը հիվանդ են։ Այդպես է պետք, թորնիկս։ Այդպես է պետք։ Պետք է, որ տղամարդիկ միշտ կարողանան տունդրա գնալ, երբ անհրաժեշտ է լինում նրանց համար։ Ես էլ եմ ուզում տունդրա գնալ եղջերուների մոտ։ Դու դեռ կհասցնես, միշտ ապիր։ Ես այսօր եղջերվա խաղի ժամանակ հաղթեցի բոլորին։ Ապրես, դու էլ այնպիսին կլինես, ինչպես պապիկդ, նրա պես ուժեղ ու հնարամիտ։ Քո իզուր չի, որ քո անունն էլ է Կոմո։ Իմ քրոջ անունն էլ է Նատսա, ինչպես քոնը, նա քեզ պես բարի է լինելու։ Այո, քնիր թորնիկս։ Իսկ պապիկը քեզ չի ասել, թե երբ է գալու։ Քո պապիկն ամբողջ կյանքում գնացել է տունդրա և ինձ ոչինչ չի ասել։ Ես դրան վաղուց վարժվել եմ։ Քնիր ավազակ։ Երբ ես մեծանամ, ես էլ կգնամ տունդրա ու ոչ մեկին ոչինչ չեմ ասի։ Լավ։ Քնիր սիրելիս։
Հո։ Հոյ։ Իմ կոմոթորնիկը մի անգամ հարցրեց ինձ. սկզբում եղջերուներն են եղել, թե տունդրա։ Ես նրան պատասխանեցի, որ երկուսն էլ միշտ եղել են։ Առանց տունդրայի չէին կարող լինել եղջերուներ, իսկ առանց եղջերուների տունդրան ոչ ոքի պետք չէր լինի։ Տունդրան տուն է, երկինք է ու տանիք։ Եղածը մի բան չի, ինչ արած, սովորույթ կա, որ վերջին ճանապարհ դուրս գալիս, պետք է վերցնես միայն այն, ինչ որ կար սահնակում։ Տանից ոչինչ վերցնել չի կարելի։ Ոնց եք, հոգնեցիք, եթե ինձ հետ մի բան պատահի, անմիջապես տուն կվազեք, տուն, լսում եք, հա, լսում եք, բարեկամներս, դե լավ։ Տունդրայում ամեն մի խարույկ մի կյանք է, մի տեղ մարում է, մի այլ տեղ բոցավառվում, բայց ճշմարիտն այն է, որ այն միշտ էլ կա, ինչպես օվկիանոսը, երկինքն ու տունդրան։ Երբ է տունդրան լավը, առավել գեղեցիկ, ձմռանը թե ամռանը, գուցե նույն բանն են։
վարձաղիկներ, կանաչ խոտ։ Ձմռան ճերմակությունից մարդու աչք է հոգնում, բայց բրկության է գալիս հույսը, այն հույսը, որ ձմռանը կհաջորդի տունդրայի ծաղկման ժամանակը, ու մեր աչքերը կհանգստանան։ Միայն թե ոչ իմ աչքերը, ես այլևս ծաղիկներ չեմ տեսնի տունդրայում։ Ճանապարհ։ Միայն թե դուրս գամ ճանապարհ։ Վատ է, երբ ճանապարհ չկա։ Երբեք չեմ մտածել, որ մարդը գնում, քայլում ու թափառում է միայն ճանապարհով։ Բայց հիմա ինձ արդյոք պետք է այն։ Ճանապարհը միշտ էլ երկու ծայր ունի, երկու ուղղություն։ Չէ, ետ դառնալ չի կարելի։ Առաջ, բայց ուր պիտի հասնեմ։ Մարդկանց մոտ, ես կարող եմ ազատ լինել միայն մարդկանցից հեռու։ Նվում է վիզս։ Ամբողջ 2 ամիս է ինչ պտտում եմ վիզս ու մարդ եմ փնտրում։ Չէ, չեմ փնտրում։ Ուզում եմ, որ նա ինձ չգտնի։ Ավելի ցուրտ է, քան բաց երկնքի տակ։ Բանից պարզվում է ազատությունը քիչ է։ Հարկավոր է ջերմություն, ճանապարհ, մեկ ճանապարհ։ Եվ պետք է իմանալ, թե ուր է այն տանում։
Գուցե այս անգամ բախտս բերի, թե կարծում նապաստակ գտնեմ։ Կանգնեք։ Հանգստանանք մի քիչ։ Հե։ Ողջույն բարեկամս։ Եղջերապահերի տուն։ Դու շատերի կյանքն ես փրկել։ Շնորհակալ եմ, որ կաս։ Գիշերել չի կարելի։ Գիշերել նշանակում է փայտ վառել։ Իսկ ես դեռ ուժ ունեմ։ Պարզվում է, ոչ թե մորթե վրանն է մարդուն տաքացնում, այլ մարդը մորթե վրանին։ Իսկ հետո ինքն է ջերմանում սեփական տաքությամբ։
Գայլի թաթ։ Նապաստակի հարցում բախտս չի բանում։ Մի տեսը գայլը կրծել պոկել է իր թաթը, որ թակարդից դուրս պրծնի։ Կրծել է իր թաթը հանուն ազատության։ Ասում են, եթե մարդ բքին է ծնվել, ապա կմեռնե միայն բքի ժամանակ։ Մայրս պատմում էր, որ իմ ծնվելիս դրսում բուկ ու բորան էր, իսկ հիմա բուկ չկա ու չկա։ Փայտի ծայրը որ կողմն ուղղեմ։ Իմ կյանքում հազար ու մի խարույկ եմ վառել, բայց երբեք չեմ մտածել, թե որ կողմն ուղղեմ։ Միշտ վարվել եմ ցեղակիցներիս նման։ Այն կողմն է ուղղում փայտը, ուր որ ճամփայի ընկնում։ Իսկ հիմա ուր։ Վերջին լուցկին է, վերջին խարույկը։ Պետք է տաքանալ կրակի մոտ, վերջին անգամ, տաքանալ։
ցավից ցավ, այն ցավագին ցավը, բայց հառաչել չի կարելի։ Ինչու՞, չէ որ այստեղ տունդրայում ոչ ոք չի լսի իմ հառաչանքը, իսկ եղջերուները, նրանք ամեն ինչ հասկանում են, եղջերուների մոտ հառաչել չի կարելի, ամոթ է։ Քանի անգամ հաղթահարելով ցավը, հաղթանակ եմ տարել եղջերավազքում, հաշիվը կորցրել եմ, չեմ էլ հիշում երբ եմ եղել երկրորդը լինելը լավ չէ, ավելի լավ է վերջինը լինես։ Շուտով տնավաճառ կլինի եղջերավազք, առաջին անգամ այնտեղ չեմ լինի, Կոմոն չի լինի, բոլորը կլինեն բացի Կոմոյից։ Սա իմ խարույկի մահն է, իմ վերջին խարույկի մահը։ Պետք է հեռանալ այստեղից, գնալ ուր որ պատահի, միայն թե հեռու։ Այնտեղ իմ մյուս կյանքում գուցե ոչ մի կրակ, ոչ մի ջերմություն չլինի։ Այնտեղ կուզենայի հիշել իմ վերջին խարույկը, կենդանի ու ոսկլտացող։ Եվ ոչ թե այս մոխրագույն ցուրտ փոսը։ Տարօրինակ խրճիթ է, կարծես ծուղակ լինի։
Որքան կտևի այս բոլորը։ Ժամանակը, ահա թե ով է իմ թշնամին։ Ժամանակը, ահա թե ով է խժռում իմ ազատությունը։ Մարդուն ջերմություն է պետք։ Ջերմությունը լավ է։ Ափսոս մտերքը վառվեց։ Իմ մեջ միշտ երկու մարդ է ապրել։ Նրանք կռվել են, հաշտվել, բայց միշտ համակերպվել են։ Իսկ այ հիմա կարծես երես են թեքել իրարից։ Ամաչում են միմյանց համար։ Նրանցից մեկը վաղկոտ դուրս եկավ, կասկածով շեղվեց նախնիների ճանապարհից։ Բայց ինչու վաղկոտ։ Չէ որ վճռված է։ Այո, բայց դու կասկածում ես։ Ու նորից վիճում են։ Ես չեմ թեքվել ճանապարհից, ամեն ինչ արել եմ ինչպես պատվիրված է։ Բայց ով գիտե մեր նախնիները ինչպես են գնացել վերին մարդկանց մոտ։ Ամեն մեկն իր հետ տարել է իր գաղտնիքը, ամեն մեկը գնացել է իր ճանապարհով, ամեն մեկը իր կասկածն է ունեցել։ Ես արեցի այն ամենը, ինչ պատվիրել են նախնիներս։ Ես գնացել եմ մահվանն ընտարաջ։ Երևում է, դեռ վիճակված չէ։
մենք պիտի ջանանք, որ սպիտակ եղջերուն քոնը լինի։ Ահա եւ միասին շահեցինք ջերմակ եղջերուն, իմ վերջին եւ քո առաջին եղջերուն։ Թող նա քեզ ամբողջ կյանքում երջանկություն բերի։ Բարև կոմո հայրիկ։ Բարև նախագահ։ Իսկ մեր տագետը ուր է։ Չգիտես։ Ինչու մրցմանը չկար։ Էլ ինչ մրցում առանց նրա։ Այստեղ պատահաբար հայտնվեցի։ Տեգետն ուր է։ Իլպիրում։ Դու գիտես, քո թորնիկը հիվանդ է։ Տեգետին անցյալ շաբաթ էինք սպասում։ Նրա շների լծասարքը անցյալ գալուստից այստեղ է, որ կինոսարքավորումը Իլպիր ուղարկենք։ Մինչև հիմա չեն տարել։ Ոչ։ Այնտեղից զանգահարում են, կինո են ուզում, իսկ շրջիկ սարքավորումը տանող չկա։ Աշխատավարձն էլ պետք է ուղարկել։ Ամեն մեկին չես վստահի։ Ուղղաթիռն էլ այս եղանակին չի թռչի։ Լծասարքը թող բերեն։ Ես կգնամ Իլպիր։ Ճամփին քոչվորներին կինո ցույց կտամ։ Ինչ ես ասում, կոմո հայրիկ, այս մրցարշավից հետո։ Որ մի բան ասում են, լսել է պետք։
Մի վախեցիր, ես մենակ եմ։ Շները հոգնել են։ Մնա այստեղ կհանգստանաս։ Այդպես էլ որոշել էին։ Ավելի ճիշտ շներն էին որոշել։ Անունդ ինչ է։ Կոմո, Ծխելու բան չունես։ չեմ ծխում։ Դու ինչ ազգից ես։ Կորյակ եմ։ Ավելի լավ է պատմիր, թե ինչպես ես տունդր անկել եւ ինչու ես մենակ ապրում։ Լավ ես խոսում ռուսերեն։ Ես կորյակների գիտեմ, որ հազիվ են բառերն իրար կապում։ Ուրեմն ինչ ես անում այստեղ։ Ապրում եմ մենակ ազատության մեջ։ Մարդկանցից հեռու։ Իմ ուզածը գիտես ինչ է։ Ազատություն ու ծխելիք։ Ազատություն ունեմ, իսկ ծխելիք կճարենք, թե Աստվածը։ Մարդիկ լավ են, երբ մտածում ես նրանց բոլորի մասին։ Իսկ առանձին վերցրած տականքներ են։ Չեմ դիմանում, ես որ սրիկա եմ տեսնում, ուզում եմ հասցնել մռութին։ Երբ զգաստեմ դեռ ոչինչ, իսկ երբ խմացեմ, վերջ։ Մարդուն խփել չի կարելի։ Նա այստեղում, երբեմն սպանելն էլ քիչ է։ Մարդուն սպանել չի կարելի։ Այնպես տականքներ կան, որ քայլում են մարդու տեսքով, բայց գազան են, գայլ։ Այ հենց ինքդ էլ գայլ ես, Ինչու եմ գայլ։ որովհետև մարդկանցից փախել ես։ Ապրում ես հալածված գայլի պես։ Իսկ դու ինքդ գայլ չես։ Երկուս էլ որջում ենք և մեր կյանքը գայլի կյանք է։ Սա իմ աշխատանքն է։ Մոլորվեցի վկի մեջ, իսկ քո գայլի որջը շները հետքերովդ գտան։ Դա ինչ աշխատանք է տունդրայի մեկ շների հետ քարշ գալ։ Աշխատողից տեսեք։ Ամեն մի աշխատանք, որ կանայք ու երեխաները չեն կարող անել։ Տղամարդիկ պետք է անեն։ Հիմա ես կինոսարք եմ տանում, փող եմ տանում, երկու շաբաթ է ուղղաթիռները նրանց մոտ չեն թռչում, ինձ խնդրեցին։ Մարդիկ այնտեղ առանց աշխատավարձի են նստած։ Այդ ինչ փող է։ Աշխատավարձ։ Ուրեմն քեզ փող են վստահում։ Ուրեմն վստահում են։ Ոնց է վստահում են, չէ որ դա փող է։ Երևի ամբողջ աշխատավարձը մի 300 ռուբլի է, հա։ Ինչու 300։ Ես միայն ինքս 300 եմ ստանում։ 250,000։ $250,000։ Այդ գումարը քեզ հետ է ստանում։ Ինչ կա որ։ Որտեղ է փողը։ Շնասահնակում, պրեզենտե պարկի մեջ։ Ինչ ես մտածում։ Թորնիկիս մասին։ Հիվանդ է։ Լսիր, պապ։ Իսկ եթե կորցնես փողերը, ինչ կպատահի։ Փողը կորցնել չի կարելի։ Հա, հասկանում եմ, բայց ամեն ինչ կարող է պատահել, չէ։ Մեկ է կորցնել չի կարելի։ Ես փոքրիկ թորնիկ ունեմ։ Հիվանդանոցում է։ Եթե փողերը կորցնեմ, բժիշկն առանց աշխատավարձի կմնա։
Դա անարդարացի է։ Քո բժիշկն իր աշխատավարձը կստանա, հասկանում ես, կորցնես չկորցնես, միևնույն է, նա իր փողը կստանա։ Ինչու ես այդքան չար։ Ինչու ես ինձ վիրավորում։ Հետո կստանա, հետո, այն բանից հետո, երբ կիմանա, որ փողը կորցրել ես։ Աշխատավարձը պետք է ստանալ ոչ թե հետո, այլ հիմա։ Արդեն 2 շաբաթ է նրանք փող չեն ստանում այս անիծյալ բքի պատճառով։ Բքի ժամանակ մարդիկ հանգիստ են։ Նրանց համար աշխատավարձը նույնն է, ինչ նամակներն ու թերթերը։ Երբեմն դրանց ամիսներով սպասում են, երբ բուք է։ Մարդիկ լավ եղանակի են սպասում, հասկանում ես։ Լավ եղանակին ինքնաթիռները թռչում են։ Աշխատավարձն էլ նրանք միշտ լավ եղանակին են ստանում։ Այստեղ տունդրայում փողը ձեր ինչին է պետք։ Օրինակ դու փողն ինչ ես անելու։ Ինչու ես այդքան չար։ Ախր ես կարող եմ այստեղ քո վերջը տալ։ Ես չեմ վախենում, Ոնց թե չես վախենում։ որովհետև դու միայնակ գայլ ես։ Իսկ գայլերը սարսափելի են, երբ ողմակ են կազմում։ Քեզ ծերուկ։ Լավ, քնենք։ Արի։ Արի այստեղ, արի։ Չէ, ես մուշտակում կքնեմ։ Արի կսարճես, արի այստեղ։ Չէ, չեմ սարչի։ Իմ մուշտակը տաք է պահում։ Լավ, ինչպես գիտես։ Ծերուկ, Հա, ես քեզ հետ կգամ։ երկուսով չի կարելի։ Դժվար կլինի, ձյունը շատ խորն է։ Ոչինչ, կհասնենք։ Առաջին անգամ չէ, որ շնասահնակով ճամփա եմ գնում, ավելի շատ քայլում ես, քան սահնակ նստում։ Ոտքով դժվար կլինի, ձյունը շատ խորն է, իսկ բեռը ծանր։ Ես պետք է մեծ երկիր հասնեմ։ Լավ։ Միայն թե պիտի ինձ օգնես։ Հերթով պետք է վազենք, հասկացար, գուցե տեղ հասնենք։ Գնացինք։ Ինչքան մնաց միջև ավան։ Դժվար է ասել։ Ձյունը լավը չէ։ Բայց եւ այնպես որքան։ Ինք ժամ, 10, 100։
Ծերուկը կարծես ոչ հիմար է, ոչ վաղկոտ։ Ինչու լեզվից թռցրեց։ 250,000։ Այդպիսի բան կյանքում մի անգամ է լինում։ 250,000։ Ինձ տարբեր կերպ են կոչել մերթ Իվան, մերթ Ծուռմեղ, տարբեր անուններով, բայց հիմար երբեք չեն անվանել։ Ինչու կանգնեցինք։ Այդպես է պետք։ Թեյելու ենք։ Ինչ թե ես ձուների մեջ։ Դա քեզ է անհրաժեշտ։ Ես իմ վերջին թեյն արդեն խմել պրծել եմ։ Հիմա էլ ինչ-որ վերջին թեյ հնարեց։ Դու դա չես հասկանա։ Ծերուկ հիմարություն մի արա։ Եկ գնանք սառչենք էստեղ։ Պետք է վերջ տալ։ Չէ։ Ավանին ավելի մոտ, որ նորից մենակ տունդրայում թրև չկա։ Հերիք է։ Թող ուրիշներին էլ մնա։ Ուրիշներին էլ կմնա։ Լավ խարույկ է։ Կեցես ծերուկ։ Հարյուր տարի տակ թեյ չէի խմել։ Ոչ էլ տակ բան էի կերել։ Ասենք չէ, վերջերս այնպիսի մերդեր սարքեցի, որ միայն կինոյում կտեսնես։ Էդ ինչի մասին ես խոսում։ Միտուն այրեց ինքս էլ պիտի վառվեի։ Եռում եմ։ Ար, խմիր։ Իսկ դու։ Ես քեզանից հետո կխմեմ։ Շատ տաք է։ Տակ թեյը լավ է։
Արդու խմիր, ես բերանս վառեցի։ Այդ ինչ ես անում։ Շներին կեր եմ պատրաստում։ Շներին հաց չեն տալիս։ Պատերազմի ժամանակ ապրում էինք Զանգեզուրում մի փոքրիկ գյուղում, սովեր։ Առավոտները մարդիկ հացի քարտերով շարվում էին փայտե կրպակի մոտ։ Իսկ շուրջը շներ էին վազվզում։ Նիհար բակապահ շներ։ Դրանց մի փոքրիկ կտոր նետը իր օդում էին որսում։ Իսկ հիմա լապել հղպացել են, հաց չեն ուտում։ Ասենք միայն շները չէ, որ հղպացել են։ Շներին հացով կերակրել չի կարելի։ Հացը մարդու համար է։ Հացը քաղցածի համար է ծերուկ։ Հացը դա ավանդույթ է։ Այդ ասում էր են մարդը, որը մեր ավանում առաջին անգամ հաց թխեց։ Բարձ է։ Իսկ ինչ մարդ էր նա։ Նրա մասին լրագրերում գրեցին, գրքեր գրեցին, կինո նկարեցին։ Միայնակ մարդ էր։ Չգիտեմ ոնց էր ընկել մեզ մոտ։ Նրա ոտքը կտրեցին։ Որոշեց մնալ տունդրայում։ Մայր ցամաք չմեկնեց իրես տուն Հայաստան։ 50 տարի ապրեց մեր ավանում։ Եվ 50 տարի անընդհատ հաց էր թխում։ Նրանից առաջ մենք հաց չունեինք։ Եվ այդպիսի բառ էլ չգիտեինք։ Հաց։ Հենց նրանով էլ մարդիկ անվանեցին հացը, Բագրատ։ Այդպես էր այդ հայի անունը։ Հացն ուրեմն կոչեցին նրա անվամբ, հացթուխի անունով։ Եվ հետո Բագրատ ասում էր, առանց հացի կարելի է ապրել, իսկ առանց ավանդույթի, առանց հարգանքի դեպի հացը չի կարելի։ Դուք ամբողջ ժամանակ ավանդույթի մասին եք մտածում։ Իսկ ինչու ամբողջ ժամանակ մտածես։ Ուղղակի պետք է չմոռանալ դրանց մասին։ Ինչպես որ մարդ պետք է չմոռանա սառնամանիքին մուշտակ հագնել։ Մարդը պետք է։ Պետք է։ Իսկ դու մտածել ես, որ մարդ կարող է հոգնել, ինչպես այն լծվածքի շունը։ Կարող է ցանկանալ ոչ ոքի պարտ չլինել։ Պետք է։ Ինչու այդպես։ Եթե հոգնել ես, պետք է քնել։ Եթե շատ ես հոգնել եւ քունը չի օգնում, ուրեմն պետք է մեռնել։ Հենց այնպես պարկեմ ու մեռնեմ։ Մարդը պարտավոր է, Նորից պարտավոր է։ մարդը միշտ պարտավոր է։ Իսկ ով է մարդուն պարտ։ Ինձ ով պարտ կլինի։ Ինչու՞ով։ Մարդը միշտ մարդուն պարտք է։ Մի մարդը մյուսին։ Մարդիկ միշտ ինչ-որ բան մեկը մյուսին պարտք են։ Իսկ եթե ես չեմ ուզում ոչ ոքի պարտ լինել եւ ուրիշն էլ չի ուզում։ Այդպես չի կարելի։ Իսկ ես չեմ ուզում։ Չի կարելի սովորույթը խախտել։ Դու ուշացել ես, ծերուկ, ուշացել ես։ Մեկը կար նույնպես ասում էր՝ մի սպանիր, մի գողանար։ Իսկ մարդիկ մեկ է, սպանում են ու գողանում։ Ոչ բոլորը։ Այդպես մի խոսի բոլորի մասին։ Հոգնել եմ, ծերուկ։ Կյանքից եմ հոգնել, ինքս ինձանից եմ հոգնել։ Եվ քեզանից նույնպես։ Ասում ես հացը կոչեցին մարդու անունով։ Հա,
Նրա անունը Բագրատ էր։ Իսկ ես սեփական անուն էլ չունեմ։ Դա լավ չէ։ Ամեն մարդ պետք է իր անունը ունենա։ Իր բարի անունը։ Մարդը մեռնում է, իսկ նրա անունը մնում է երկրի վրա։ Առանց անվան չի կարելի, լավ չէ։ Պետք է հարգես քո անունը։ Անունը մարդուն տալիս են մայրը եւ հայրը։ Կնշանակի դա հոր եւ մոր հիշատակն է։ Իսկ դու ինքդ միշտ պահպանել ես այդ ավանդույթը։ Երբեք ամոթ չես զգացել արարքներիդ համար։ Ինչ որտեղ բուք է ծնվում։ Իմ վերջին բուքը։ Դու չպատասխանեցիր իմ հարցին։ Անազնիվ հարց է։ Իսկ ինչու է անազնիվ։ Կան արարքներ, որոնց մասին չի կարելի պատմել։ Դրանք պետք է պահես քո մեջ։ Վատ բանը պետք է մնա մարդու մեջ, որպեսզի մարդու հետ միասին թաղվի։ Վատ մարդը սարսափելի չէ։ Սարսափելին այն է, որ վատ մարդուց ուրիշները կարող են վատ օրինակ վերցնել։ Կնոջս մի անգամ պատժեցի։ Իսկ ինչ է։ Կնոջը ծեծել չի կարելի։ Ծեծել չի կարելի։ Բայց բանն այն է, որ մի անգամ կնոջս վիրավորեցի եւ չնկատեցի, որ փոքրիկ որդիս այդ ամենը տեսավ։ Մինչև այսօր չեմ կարողանում մոռանալ։ Քանի տարեկան էր տղադ։ 6։ Նա վաղուց մոռացել է։ Նա գուցե մոռացել է։ Ես մոռանալ չեմ կարող։ Երկար ժամանակ տղայիս աչքերին չէի կարողանում նայել։ Իսկ կինդ։ Կինը ինչ կինը։ Կնոջ ես դրանից առաջ եմ պատժել, հետո էլ։ Չէ որ նա իմ կինն է։ Եվ այդ ամենը գործի օգտի համար է։ Նա շատ լավ գիտեր, որ ես ոչ թե չարությամբ եմ պատժում, այլ սիրելով։ Իսկ տղայիս հարցն ուրիշ է։ Բայց դուրս է գալիս, որ ես ոչ թե կնոջս եմ պատժել, այլ մորը։ Ահա թե ինչ գործ է։ Նա ինձ համար է կին, նրա համար մայր։ Լավ է։ Մոմել է պետք։ Ար։ Կեր։ Չէ, ինձ հիմար չես ամանի։ Մայրցամաք, միայն դեպի մայրցամաք։ Կարելի է տանել ցուրտը, տանել գլխիդ միջի մշուշը, բայց դիմանալ թե մեկին եւ թե մյուսին անհնար է։ 250,000։ Եվ ամբողջ իմն է։ Ինչ գործ ես։ Մոմում եմ, որ լավ սահի։
Ձյան վրա պարկել չի կարելի։ Պետք է վեր կենալ։ Չեմ կարող։ Վեր կաց։ Վեր կաց ասում եմ։ Վեր կաց։ Վեր կաց ասում եմ։ Սասիր։ Այստեղ ինչ-որ բան կա։ Գայլի թաթ։ Արդեն երկրորդն է։ Տեսնում ես ինչ տանք է, ազատությունը։ Ամեն կենդանի էակ պետք է ազատ ապրի։ Նույնիսկ գայլը։ Ազատությունը բոլորի համար է, միայն թե ոչ բոլորն են նրան արժանի։ Իսկ դու կարող ես ասել, ով է ազատության արժանի, իսկ ով ոչ։ Կարող եմ, Ով։ արդար մարդը։ Բայց գայլը ուտում է քո եղջերուներին։ Գայլը գայլին չի ուտում։ Իսկ ես արժանի եմ։ Եթե քո այդ ազատությունը ուրիշի վնաս չի պատճառում, ուրեմն արժանի ես։ Հիմա դու կարող ես ասել, որքան է մնացել մինչև ավան։ Պինդ ձյան և չհոգնածների դեպքում այնքան էլ հեռու չէ։ Որքան է մնացել մինչև ավան։ Դու մի գորա։ Տունդրայում նախապես գուշակել պետք չէ։ Վատ նշան է։ Փորձանք կբերի։ Որտեղ ենք քնելու։ Չենք քնելու։ Քնել չի կարելի։ Իսկ շները թող քնեն։ Նրանց ոչինչ էլ չի լինի։ Ինչ ես անում այդտեղ։ Կինո են գնայելու։
Բարև ձեզ, անգին Կատերինա Մատվեև։ Գիրս ուշացնելու համար մի մեղադրեք։ Երևի բախտն է այդպիսին։ Սակայն ոչ մի նման բան այլևս չի նախատեսվում։ Եվ շտապում եմ հաղորդել ձեզ, որ ես ողջ եւ առողջ եմ, ինչի եւ ձեզ եմ ցանկանում։ Եվ նույնպես կասեմ ձեզ, սիրելի Կատերինա Մատվեևնա, որ հայտնվում եք ինձ որպես մաքուր կարապ։ Կարծես թե լողում եք դուք ուր որ ձեզ պետք է, կամ որևէ մի գործով, նույնիսկ դժվարանում եմ ասել։ Միայն թե ուրախությունից շունչս է կտրվում, կարծես թե մեկը դիմահար շրխկացրել թնդանոթից։ Եվ ուզում եմ ավելացնել, Կատերինա Մատվեևնա, որ մեկ էլ հանկարծ այնպիսի մի կարոտ է սիրտս թափանցում, չանչերով կոկորդս բռնում, որ նստել ենք մենք հիմա ավազի վրա, կապույտ ծովի ափի, ոչ մի բանում նեղություն չենք քաշում։ Այստեղ արև այնպիսին է, որ նույնիսկ աչքերդ են ցավում։ Ասում ես, ինչ ենք անում, ծերուկ։ Մի վախենա, գայլերը մի անգամից վրա չեն տա։ Գայլերը նրանց չեն հասնի։ Տունված եք, շուտ! Ինչ ենք անել առանց շների։ Ամեն ինչ լավ կլինի։ Շները մեզ փորձանքի մեջ չեն թողնի։ Անպայման կհասնեն տուն։ Կհասնեն։ Նշանակում է, որ շուտով տեկետը կգա։ Ծերուկ։ Ինչ է Իվան։ Ես Իվանը չեմ։ Գիտեմ։ Մեր շրջկենտրոնում, կինոթատրոնում, քո նկարը կա։ Այնտեղ քո մասին ամեն ինչ գրված է։ Փնտրում են քեզ։ Իմ անունը Ստեփան է։ Է թող լինի Ստեփան։ Ծերուկ։ Ինչ է Ստեփան։ Մի տեսակ սիրտս խառնում է։
Դա վախից է։ Վախը մարդու վրա անմիջապես չի ազդում։ Հետո է գալիս։ Հիմա կգնանք, կհասնենք տուն, կտականանք։ Ծերուկ, գիտես ես Ոչինչ պետք չի ասել։ Վեր կաց, գնանք։ Ինչ եղավ, ծերուկ։ Ինչ եղավ քեզ։ Վեր կաց։ Վեր կաց։ Մենք ճիշտ ենք գնում։ Ստեփան, թող ես մնամ։ Դու չես հաղթարի այս լեռնանցքը։ Ոնց ես։ Բուք է։ Մայրս ասում էր, որ ես ծնվել եմ իսկական բքի ժամանակ։ Թորնիկս Ամեն ինչ լավ կլինի։ Նա անպայման կառողջանա։ Ժամանակս լրացավ։ Նորից այդ անիծյալ ժամանակը։
Նրան մի մեղադրիր։ Ժամանակը երբեք մեղավոր չի լինում։ Ամռանը տաք պետք է լինի։ Ձմռանը ցուրտ։ Մայրերը երբեք չեն ստում։